Սադրանքներին զուգահեռ թշնամին ակտիվ տարածում է զորքի ու տեխնիկայի շարժի կադրեր դեպի Հայաստանի սահման ու Արցախ։ Փորձագետները զգոնության կոչ են անում։ Այն, որ ցանկացած պահի կարող են սկսել գործողություններ, դա միշտ էլ այդ վտանգը մենք ունենք։ Բաքվի բռնապետը Մինսկի խմբի ռուս համանախագահին բողոքել է, թե Ղարաբաղի հայերը մերժում են վերաինտեգրման հարցերի քննարկումը։ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից։ Մոսկվան արձագանքում է խաղաղապահների ձախողման մասին Փաշինյանի հայտարարությանը։ Փենյանն ու Մոսկվան կբանակցեն զենքի մատակարարման հարցի շուրջ։ Կիմ Չեն Ընը մտադիր է հանդիպել Պուտինի հետ։ Սաստիկ հեղեղումներ Իսպանիայում, փոթորիկը կյանքեր է խլել։ Նևադայում էլ հորդառատ անձրևն ամենամյա փառատոնի մասնակիցներին արգելափակել է անապատում։ Կաթվածահար էր նաև մայրաքաղաքի երթևեկը, քաղաքապետարանը պարզաբանել է։ Եվ Հայաստան-Թուրքիա դիմակայությունից 3 օր առաջ մեր հավաքականը մարզվում է լիարժեք կազմով։